այդ մարդը շատ ակտիվ կապի մեջ է, առնվազն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, բայց կա հայտարարություն, որ ինչ-որ մեկը տղա պատանիներին անչափահաս սիրահետել է, տղամարդ, ու բանա մարդը Սամվել Կարապետյանի վարչապետի թեկնածու առաջադրվելը համարում եք հակասահմանադրական։ Սամվել Կարապետյանը չի նրանց թեկնածուն։ Նիկոլ Փաշինյանը խախտելով անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խոսել է սրբազաններից մեկի ինտիմ կյանքի մանրամասների մասին։ Ես այս թեմայի մասին չեմ ուզում այդքան շատ խոսենք, որտեղ ինքը շատ տհաճ թեմա է, անկեղծ լինենք։ Հայաստանի Հանրապետական Սուրբ Եկեղեցու առաջնորդն այս պահին Հիմա Հայաստանի Հանրապետության ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա ինչ Հայաստանի Հանրապետության պետական գույքերը նրան են պատկանում։ Ձեզ միացած եպիսկոպոսների մասին էլ հասարակության կամ օդում շրջանառվող տեղեկություններ եւ բամբասանքներ կան։ Թեմրանյութ եւ եպիսկոպոս այդ արտահայտությունը առաջին անգամ իրար կողք լսում, չգիտեմ։ Այդ նույն Բենթլին, ես եթե չեմ սխալվում, Ալքչյանը վաճառել ու նվիրատվություն արել։ Կարշակ Խաչատրյանի Գելենդվագենը ինչ-որ մեկը լսելա, որ վաճառվի ու ինչ-որ մեկին նվիրատվություն արվի։ Երկու պատերազմների քննիչ հանձնաժողովներ, 4-օրյա եւ 44-օրյա։ Երկու դեպքում էլ այդ զեկույցները չեն հրապարակվել։ Ինչու՞։ Պետական գաղտնիք պարունակող բաներ ցանկացած պարագայում չեն հրապարակվել։ Ուզենք թե չուզենք։ Դուք հայտարարում եք, որ մենք փորձում ենք մոտենալ Եվրոպական միության եւ հեռանալ Ռուսաստանի ազդեցությունից, միջդեռ տնտեսության վրա Ռուսաստանի ազդեցությունը կրկնապատկվում է։ Թուրն առնենք, ընկնենք ռուսական ներկայության ձևը, բայց դա այդպես չի։ Դուք ծանոթ եք նոր սահմանադրության տեքստի նախնական վիճակին։ Ես բացառում եմ ցանկացած մեկի պահանջով Հայաստանից դուրս Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություն կատարելը։ Հիմա վերջը կաթողիկոս նոտարերկրյա գործակալ է, թե ոչ։ Ենթադրում եմ, այո։ Պարոն Ալեքսանյան, Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ կաթողիկոսը կառավարվում է դրսից։ Նաև գործակալ լինելու մասին պարբերական հայտարարություններ արվել եւ այլն։ Սա նշանակում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը, բարձրագույն ղեկավարությունը տիրապետում է որևէ օպերատիվ տեղեկության, որի համաձայն ամենամեծ հայկական կառույցի ղեկավարով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, փաստորեն ազատության մեջ է լինելով ըստ ձեր տեղեկությունների օտարերկրյա գործակալ։ Առնվազն օպերատիվ տեղեկատվություն կա իր մասին, որ նրա եղբայրը Եզրասը հանդիսանում է գործակալ, ակտիվ կապերի մեջ է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ու հանդիսացել է նախկինում KGB-ի գործակալ։ Կտրիչ Ներսիսյանի մասին առնվազն նմանատիպ օպերատիվ հենց տեղեկատվություն ես չեմ տեսել, չգիտեմ կա թե չկա, բայց ինձ թվում է շատ տրամաբանական է ենթադրելը, որ եթե ինչ-որ մեկի եղբայրը հանդիսանում է կոնկրետ օտարերկրյա գործակալությունների ուշադրության կենտրոնում, ակտիվ շփման մեջ է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, ինքն էլ իր այդ եղբոր հետ նույն քաղաքական կամ կիսաքաղաքական ինչ-որ գծի մեջ է, շատ տրամաբանական է ենթադրել, որ ինքը եւս հանդիսանում է առնվազն ազդեցության գործակալ։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, ես կարծում եմ, որ օրինակ այդպիսի հայտարարություններ կարող են իրենց թույլ տալ մարդիկ, ովքեր պաշտոն չեն զբաղեցնում, բայց պետական պաշտոն զբաղեցնող, մանավանդ իշխանության մաս կազմող մարդիկ իրենց հայտարարությունները պիտի ունենան, մանավանդ դա վերջապես իրավական գնահատական է եւ ծանր հանցագործության մասին հայտարարություն է։ Պիտի ունենան փաստեր այդ մասին։ Օրինակ, Եզրաս Սրբազանի դեպքում հրապարակվեց Սովետական միության ժամանակ Սովետական միության հատուկ ծառայությունների գործակալ լինելու մասին փաստաթուղթ։ Այսինքն այս պահին նրա օտարերկրյա գործակալ լինելու մասին որևէ փաստաթուղթ չի հրապարակվել։ Դա փաստաթուղթ դրա համար որպես այդպեսին պետք էլ չի, որովհետև այն ինչը հայտարարել ազգային անվտանգության ծառայությունը այնա որ այդ մարդը շատ ակտիվ կապի մեջ է առնվազն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Դա փաստող փաստաթուղթ որպես այդպեսին կարող է լինի միայն ազգային անվտանգության ծառայության հենց այդ հաղորդագրությունը։ Դա բավականաչափ արդեն իսկ փաստաթուղթ է։ Եվ ես կարծում եմ, եթե Եզրաս Ներսիսյանը ինչ-որ բայ պետք է նաև որոշակի պարզաբան տա իրավապահ մարմիններին այդ ամեն ինչի համար։ Այսինքն կարող եմ ինձ թույլ տալ այս զրույցից արձանագրում անել, որ իշխանությունները ունեն իրենք թադրություններ այն մասին, որ կաթողիկոսը կարող է լինել օտարերկրյա գործակալ, բայց փաստեր չկան։
ունեն, կարելի է ասել, իշխանությունները կարող են ունենալ նման վստահություն նույնիսկ որպես այդպեսին։ Փաստը ես չգիտեմ, չեմ տիրապետում այն ամբողջ օպերատիվ տեղեկատվական բազային, որին տիրապետում է ազգային անվտանգության ծառայությունը կամ մեր այլ պատկան մարմինները։ Չեմ կարող տիրապետել դե յուրե։ Եթե այնուամենայնիվ չհրապարակվի կաթողիկոսի օտարերկրյա գործակալ լինելու մասին փաստաթուղթ, կարող ենք ենթադրել, որ սա զրպարտություն է։ Ոչ, չեք կարող։ Շատ լավ։ Շատ բարձ պատճառով, որովհետև ցանկացած մարդ առնվազն ունակ է ինքնուրույն որոշակի վերլուծություն կատարելու։ Ու այն բոլոր փաստերը, որոնց մասին ես հիմա նշեցի, այդ բոլոր փաստերը կարելի է ուղղակի համադրել իրար։ Ուղղակի համադրել։ Ինչ հետևություն կստացվի վերջում։ Ինչ մտահանգման կգան մարդիկ այս փաստերը համադրելով, տրամաբանող մարդիկ առնվազն։ Իսկ մա շատ ակնհայտ է։ Այս պահին մի շատ կարևոր խնդրանքով ուզում եմ դիմել ձեզ։ Այս զրույցների շարքը մենք իրականացնում ենք սեփական միջոցների հաշվին եւ դրա շարունակության համար ունենք ձեր աջակցության կարիքը։ Նախ խնդրում եմ հավանելու դեպքում անպայման լայքել, թողնել ձեր մեկնաբանությունը եւ օգնել, որ հոլովակը տարածվի։ Դուք կարող եք նաեւ աջակցել մեզ ֆինանսապես այցելելով Patreon-ի մեր էջ եւ ամսական սկսած $2 գնելով բաժանորդագրություններ։ Այդ աջակցությունները դուք կարող եք ցուցաբերել նաեւ donation alerts եւ boost-ի հարցակների միջոցով։ Եթե մեզ դիտում եք համակարգչով, ապա հոլովակի վերջում կհայտնվեն QR կոդեր, որոնք սկանանելու միջոցով կհայտնվեք այդ հարցակներում։ Կամ դրանց հղումները կարող եք գտնել այս հոլովակի նկարագրություններ դաշտում։ Շնորհակալ եմ, շարունակենք զրույցը։ 3 ամիս առաջ ձեր ճեպազրույցում հղում անելով կարգալույց քահանաներից մեկի հայտարարությունը պատմում եք, որ Նաթան Սրբազանը սիրահետում է ճեմարանի տղա պատանիներին եւ դիմելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հորդորում եք նրանց քրեական վարույթ նախաձեռնել, համարելով, որ դա սեռական ոտնձգություն է անչափահասների նկատմամբ։ 3 ամիս է անցել ձեր այդ հայտարարությունից։ Ուզում եմ հասկանալ, դուք հետևողական եղել եք, քրեական վարույթ հարուցվել է թե ոչ, թե դա պարզապես քաղաքական հայտարարություն եղել ձեր կողմից։ Չէ, քաղաքական հայտարարություն չէր, նաև քաղաքական իր մեջ հայտարարություն պարունակում էր այն իմաստով, որ պնդելը, որ ինչ որ մեկը եթե անչափահասների նկատմամբ սեռական եկուս սիրահետման փորձ է անում, դա դատապարտել է, դա իր մեջ նաև քաղաքական հայտարարություն է պարունակում, այո։ Հետամուտ եղել եմ, գրություն եմ գրել պատկան մարմիններին, որպես ազգային ժողովի պատգամավոր եւ հենց երեք էլ իրականում այդ հետքերով լրացուցիչ հարցում եմ ուղարկել, թե ինչ եղավ առաջին գրության հետ։ Առաջին գրությանը չեն պատասխանել։ Դեռ չունեմ նմանատիպ բան, չեմ հիշում, այնտեղ կար արձագանք թե չկար, որ ընդունել ենք իգիտություն կամ ինչ-որ մի բան, չեմ հիշում դա, բայց գիտեմ, որ կոնկրետ որ հարուցվել է եւ այլն, այդպիսի հստակություն առնվազն չկար, ու դրա համար լրացուցիչ հարցում եմ ուղարկել հասկանալու համար, որտեվ կարգալույց, չկարգալույց, այս կողմ այն կողմ ինչ որ մեկը մարդ հնչեցնում է, որ այս ինչ մարդը անչափահաս տղա պատանիների տղա աղջիկ էական չի, այս դեպքում տղա պատանիների նկատմամբ ասել է ձեր բաց ոտքերը ինձ գրգռում են հասուն տղամարդ։ Հիմա սա պետք է դառնա քրեական վարույթի պատճառ։ Իմ կարծիքով միանշանակ է։ Թող պարզվի, որ չգիտեմ, սուտ է ասել, զրպարտել է, թող պարզվի, ապացուցվի ու այդ մարդը դատապարտվի, բայց վարույթ պետք է հարուցվի, սա միանշանակ է իմ համար։ Իսկ պարոն Ալեքսեյան, որովհետև այդ հայտարարությունները այնուամենայնիվ հասարակության մեջ ինչ-որ էմոցիաներ են արտնասնում։ Եթե նման օրինակներում, նման դեպքերում օրինակ պարզվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, դուք սկզբունքորեն պատրաստ եք ներողություն խնդրել նման հայտարարության։ Նախ ես չեմ ասել, որ նման բան, ես պնդում եմ, որ սա այսպես է, ասեմ, կա նման հայտարարություն։ Ճշտեք, ստուգեք, պարզեք։ Կամ առնվազն իմ համար բան է հանդիսացել, որ Կտրիչ Ներսիսյանը ինչի է հարցի վերաբերյալ վարույթ չի հարուցում, կարգապահական։ Ասենք, չգիտեմ, պատարակին ինչ որ մի արտահայտության շուրջ վարույթ հարուցում է, բայց նմանատիպ պնդման շուրջ վարույթ չի հարուցում։ Իմ համար զարմանքի առարկան դա է։ Իշխանությունների տրամաբանությամբ, եթե Կտրիչ Ներսիսյանն ասեն կարգալույց կաթողիկոս է, ինչպես կարող է վարույթ հարուցել։ Չէ, դե հարուցումա չենք փաստացի։ Հարուցումա ասում է, այ դուք օրինակ գնացել եք դատարան եք դիմել, դրա համար ձեզ կարգալույց եմ անում։ Դատարան դիմելու համար ասում է կարգալույց եմ անում։ Բայց կա հայտարարություն, որ ինչ որ մեկը տղա պատանիներին անչափահաս սիրահետել է, տղամարդ։ Ու բանա մարդը։ Իսկ նման իրավիճակներում երբ ազգային ժողովի պատգամավորը իրավապահ համակարգին գրություն է ուղարկում եւ նաեւ հրապարակային հայտարարում է, որ ձեզ կոչ եմ անում վարույթ հարուցել։ Եվ
նման պարագայումներից երբ իրավապահ համակարգը դանդաղկոտություն է դրսևորում, կարելի է սա դանդաղկոտություն համարել։ Պատկերացրեք ինչպիսի դանդաղկոտություն կարող է դրսևորել սովորական քաղաքացիների հարաբերություններում։ Ահա, կա նման Եվ խնդիր, արդյոք բայց դա ընդհանուր մեր դատա իրավական համակարգը դանդաղ է, ու սա այն խնդիրն է, որը մենք արձանագրում ենք մշտապես։ Մեր դատա իրավական համակարգը, այո, դանդաղ է, ու սա խնդիր է, ու այս խնդրին ավելի շատ քան մենք երևի ոչ մի քաղաքական ուժ սրա հետ չի բախվել, որովհետև առնվազն իմ սա միանշանակ է, որ սուբյեկտիվ ընկալում է, բայց այնուամենայնիվ իմ ընկալմամբ երկրում արդարություն ու արդարադատություն հաստատելու տեսանկյունից ոչ մեկ ավելի մոտիվացված չի, քան մեր քաղաքական ուժ։ Ոչ մի այլ քաղաքական ուժ առնվազն։ Բայց ձեր քաղաքական ուժի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարել էր, որ վեթինգը կայացած է։ Այսինքն դատա իրավական համակարգը ձեր իշխանությունները լիարժեք բարեփոխել էին հայտարարության համաձայն։ Ես չեմ կարծում, որ լիարժեք բարեփոխել են, բայց միանշանակ պիտի ասեմ, որ պարոն Անդրեասյանի այդ հայտարարության ժամանակ առնվազն շատ տեսանելի դրական տեղաշարժ կար, ու դա առնվազն առավել քան տեսանելի էր բոլորիս համար։ Դրական տեղաշարժ հիմա էլ կա, ասենք անհամեմատելի է Հայաստանի դատա իրավական համակարգը նրա հետ, ինչը որ կար 2018 թվականին, անհամեմատելի է, ֆիզիկապես անհամեմատելի է։ Բայց արդյոք դա սա նշանակում է, որ խնդիրը 100%-ով լուծված է կամ նույնիսկ 60%-ով լուծված է, չգիտեմ։ Իսկ եթե 8 տարի բավարար ժամանակ չէր վեթինգի լիարժեք իրականացման եւ խնդրի լիարժեք լուծման համար, ըստ ձեզ քանի տարի եւս պետք է։ Այստեղ խնդիրը միայն վեթինգը չէ, վեթինգը այն է, ինչը մակերեսին է, օրինակ, որ դա իրավական համակարգի բարեփոխումների մասին եմ։ Ես չգիտեմ, ես այդ թվերը չգիտեմ, որովհետեւ ես դրա մասնագետը չեմ, անկեղծ ձեզ ասեմ, բայց ես ինչ եմ տեսնում։ Խնդիրն այն չէ, որ այսինչ դատավորը վատն է եւ նրան պետքա փոխարինել այս բարի դատավորով։ Խնդիրն այն է, որ այս դատավորը, որը չգիտեմ է լավն է թե վատն է, շատ ծանրաբեռնված է։ Ինքը ունի 1000 գործ իր վարույթում։ Հիմա ինչ պետք է անենք, դատավորների թիվը պետք է շատացնենք։ Պետք է իր պրոֆեսիոնալ ունակությունները բարձրացնենք, որ ինքը ավելի արագ կարողանա դատավարություններն իրականացնել։ Կամ չգիտեմ, գուցե իրան հավելյալ աշխատակազմ է պետք, որպեսզի կարողանա այդ ամեն ինչը ավելի արագ անի։ Այս ամեն ինչը մշակվում է անընդհատ նոր մոդելներ են փորձարկվում, այս մեկնալնում, սայլը տեղից շարժված, sense շատ դանդաղ գնում է, բայց այդ սայլի գնացած տեմպը ինձ առաջին հերթին որպես քաղաքացի, երկրորդ հերթին որպես падգամավոր չի գոհացնում։ Այսինքն այս սայլը դեռ այնքան չի մոտեցել բարեփոխումների այն շեմին, որ օրինակ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մասին падգամավորի հայտարարության հետքերով իրավապահ համակարգը արագ քայլեր ձեռնարկի։ Չեմ կարող ասել։ Այս պետք է հասկանալ, գուցե վարույթը կա, ինձ ուղղակի դրա մասին գրություն չի ուղարկել, որովհետև այս էլ մի ուրիշ բան է, մեր դատական մեր իրավապահ համակարգը եւս այդ բաների բյուրոկրատիայի մեջ եւս խեղդված է։ Ես շատ դեպքերում չեմ մեղադրում, որովհետև հարյուրավոր հարցումներ մամուլից, ընդդիմադիր խմբակցություններից, քաղաքացիներից, հասարակական կազմակերպություններից եւ այլն կարող ուղղակի բան լինի։ Այդտենց չէ՞ լի, որ մեր ուղարկած գրությունը ինչ որ հատուկ կարմիր պապկայի մեջ է գնում, չէ, նույն ձև էլեկտրոնային եղանակով ստանում են ու նույն կերպ կարան օրինակ ինչպես սովորական քաղաքացունը այդ պահին ինչ որ մի անկյունում հայտնվի, նույն կերպ էլ կարա падգամավորին այդտենց ինչ որ բան չկա։ Դե համենայնիվ ես չեմ կարծում դուք օրինակ փոխնախարարի կամ նախարարի մակարդակով զանգեր կատարելու հնարավորությունից զրկված եք։ Ես զրկված չեմ, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ ես զանգերի համակարգով այդքան բան չեմ փորձում անել, որտեղ կա պետությունը, կա համակարգ, կա հատուկ համակարգ, այդ Malbri կոչվածը, որով դու աշխատում ես նախարարների հետ ու ինչ իմաստով զանգեր։ Մի առավելություն արդեն ասացի, քաղաքացիները Malbri համակարգից օգտվելու հնարավորություն չունեն, դուք ունեք։ Չէ, չունի, բայց քաղաքացին էլ իր իրավունքներն ունի, որպես այդպեսին քաղաքացին էլ է կարողանում հարցումներ անել ու քաղաքացին էլ կարա տեղեկատվություն ստանալ առնվազն։ Օրենքի շրջանակի մեջ մնալով նաև տեղափոխվելով մի քիչ ավելի բարձր օրենքների փուլ սահմանադրության, Սամվել Կարապետյանի վարչապետի թեկնածու առաջադրվելը համարում եք հակասահմանադրական։ Չէ, անիրական։ Չէ, դուք հայտարարել եք, որ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն հակասահմանադրական թեկնածու է եւ սահմանադրության բոլոր նորմերին հակասում է։ Բառացի ցիտում եմ ձեր հայտարարությունը։ Եվ այնուամենայնիվ ինչպես հետագայում պարզ դարձավ, Սամվել Կարապետյանը չի նրանց թեկնածուն, որտեղ Սամվել Կարապետյանը լինել չի կարող։ Հիմա նրանք ինչ որ ուրիշ թեկնածու են առաջադրել ազգականինին, անունը դրել են Չանցումային, Անցումային, չգիտեմ ինչ եւ այլն, բայց ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը չի իրենց վարչապետի թեկնածուն։ Դե իրենց կոնկրետ վարչապետի թեկնածուն ինչ քաղաքական ծրագիր է առաջ քաշում, սա հարցի երկրորդ կողմն է, բայց իրենց վարչապետի
տեխնացուն եկող ընտրություններում։ Սամվել Կարապետյանը չի ու լինել չի կարող։ Դե ես չեմ հասկանում այդ դեպքում ինչի համար էր Սամվել Կարապետյան վարչապետի տեխնացու լինելու մասին հակասահմանադրական բնորոշումը, որովհետև իրենք հայտարարել, որ իրենք կգան ազգային ժողով, մեծամասնությամբ կփոխեն սահմանադրությունը, ես Սամվել Կարապետյանին կընտրեմ վարչապետ։ Իրանք ասել են, մեր վարչապետի տեխնացուն է Սամվել Կարապետյանը, իրանք համաժողովի ժամանակ ընթերցել է այդ տեքստը իր եղբոր։ Շատ լավ։ Հիմա դուք ուրեմն իրենց այդ հայտարարության հետքերով գնալով ասում եք, որ դա հակասահմանադրական է։ Սամվել Կարապետյանը շատ լավ։ Հակասահմանադրական բնորոշումը տալ նշանակում է, որ դուք հոգատարությամբ եւ շատ հետևողականորեն հետևում եք սահմանադրության պահպանությանը։ Նաեւ որպես ազգային ժողովի падգամավոր, այսինքն իշխանության ներկայացուցիչ, ձեր պարտականությունն է սահմանադրության պահպանությունը։ Ես ուզում եմ հարցնել, արդյոք դուք չեք տեսնում հակասահմանադրության տարեր, օրինակ իշխանություն եկեղեցի հակամարտության մեջ իշխանության կողմից, որովհետեւ սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է օրինակ մասնավոր սեփականության իրավունքը եւ նաեւ մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Բայց իշխանության դերը այդ ամեն ինչի մեջ չեմ տենում։ Նիկոլ Փաշինյանը խախտելով անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խոսել է սրբազաններից մեկի ինտիմ կյանքի մանրամասների մասին եւ հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում ոստիկանության բարեկային ծառայողների ուղեկցությամբ դուք փակել եք գործող քահանաների մուտքը մայրաթորին սեփականության իրավունքով պատկանող եկեղեցիներ եւ նաեւ թույլ եք տվել որ փոխվեն դրանց կողպեքները։ Սեփականության իրավունքով այդ եկեղեցիները պատկանում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, ոչ թե մայրաթորին։ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդն այս պահին առաջնորդը չի, մենակ առաջնորդով հո չի։ Հիմա Հայաստանի Հանրապետության ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա ինչ Հայաստանի Հանրապետության պետական գույքերը նրան են պատկանում։ Պարոն Ալեքսյան, նորից այդ եկեղեցիների շինությունները սեփականության իրավունքով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, այսինքն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր ժողովրդին, բոլորին, այդ թվում եւ ներառյալ ձեր ասած անձին, այդ թվում եւ ներառյալ օրինակ Հովանավանքի հարակից տարածքներում բնակվող քաղաքացիներին, այդ թվում եւ մեր եկեղեցու հետևորդ այլ քաղաքացիներին, որոնք օրինակ չգիտեմ, բնակվում են Ավստրալիայում, բոլորին։ Պարոն Ալեքսյան, Հայաստանում գործող բոլոր պետական ոչ առևտրային կազմակերպությունների շինությունները սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի կառավարությանը։ Ես որպես Հայաստանի քաղաքացի կարող եմ փոխել դրանց կողպեքները, որտեղ դրանք նույնիսկ են պատկանում։ Ենթադրում եմ, եթե Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունը ցանկանա, որ այդ կողպեքները փոխվեն, այդ կողպեքները կփոխվեն։ Իսկ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության ցանկանալը դա չափելի գործողություն է եւ պիտի օրինակ հանրաքվեով արտահայտվի։ Պարտադիր չէ, օրինակ հեղափոխության ժամանակ հանրաքվեով չարտահայտվեց։ Շատ լավ։ Հիմա հեղափոխության ժամանակ ազգային ժողովը այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանն ընտրեց վարչապետ։ Այո։ Այսինքն սահմանադրական դրույթը պահվեց։ Իհարկե։ Եկեղեցու դեմ բողոքը ինչպես է որոշվում, որ հայ ժողովրդի մեծամասնությունը եկեղեցու դեմ բողոք ես չգիտեմ ով արտահայտում ենք չենք արտահայտում։ Կտիչն ես դեպքում որ ավելի ստույգ լինի։ Իսկ դա ակնհայտ է։ Դա այնքան ակնհայտ է ինձ թվում է ու տարիների վեր է դա ակնհայտ, որ դա ինչ որ լրացուցիչ ապացուցման կարիք չունի, դա աքսիոմատիկ ճշմարտություն է իմ կարծիքով։ Ես մի շատ նուրբ թեմայի վերաբերյալ հարց եմ ուզում տալ նախորդ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարման վերաբերյալ դրանից շեղվելով։ Օրինակ պատկերացնում եք մի իրավիճակ, երբ ապագայում որևէ քաղաքական նկատառումներից ելնելով Հայաստանի վարչապետն օգտագործելով իր ձեռքի տակ կենտրոնացած պետական ռեսուրսը կարող է նաև ձեր կամ որևէ այլ падգամավորի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը ոտնահարել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբեք ոչ մեկի անձնական կյանքի գաղտնիությունը չի ոտ։ Իսկ իր գրառումն այն մասին, որ սրբազաններից մեկը ներողություն որ ցիտում են բառացի դոմփում է քերու կնոջը։ Դե կոնկրետ այդ արտահայտության համար ինքը իհարկե ներողություն խնդրել է։ Դե հասկացա, այսինքն նկատի ունեք այդ մտերմության մասին բարձրաձայնելը խնդիր է թե խնդիր չէ, այստեղ երկակի է հարցը։ Առաջին հայացքից գուցե խնդրահարույց թվա, քանի որ հա ինչ որ առումով օրինակ չգիտեմ, երբ որ մի քաղաքացի ենթադրենք ինչ որ մի Պողոսյանը կամ չգիտեմ Պետրոս Պետրոսյանը, չգիտեմ Վալոդ Վալոդյան, եկեք Վալոդ Վալոդյանին վերցնենք որպես օրինակ, Վալոդ Վալոդյանն է նմանատիպ կապի մեջ ու դրա մասին ես կամ ինչ որ մեկը բարձրաձայնի, հա անձնական կյանքի հետ գործ ունենք։ Բայց մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու arczepiskopos փոքրինչ այլ անձ է ու իր անձնական գաղտնի կյանքի որպես այդպեսի նախ լինելիությունն է հարցականի տակ, որտեղ նա իրավունք չունի դե յուրե ըստ
եկեղեցական օրենքի իրավունք չունի նա ունենալ անձնական կյանք նմանատիպ Ըստ եկեղեցական օրենքի ոչ ըստ սահմանադրության։ Հասկացա, չունի նմանատիպ կյանք ունենալու իրավունք ու եթե նմանատիպ կյանք ունենա պետք է կարգալույծ արվի, ելի նույն ըստ կանոնագրքի եկեղեցական։ Այստեղ հարց է ծագում, եթե մարդը այդ կանոնը խախտում է, արդյոք այդ կանոնի խախտման դեպքի բարձրաձայնումը ինքնին պատժելի է։ Ոստեղ երկակիությունն է առաջ գալիս որպես արդյոք այդ երկակիությունը չի փարատվում այն պահին, երբ մենք հասկանում որ Արշակ Սրբազանը հայաստանյան քաղաքացի է, իսկ Հայաստանի սահմանադրությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար նախատեսված, նաև ինչ որ իմաստով համար նախատեսված փաստաթուղթ է, եւ այդ սահմանադրությունն է երաշխավորում Արշակ Սրբազան քաղաքացու ազգական կյանքի գաղտնիության իրավունքը։ Բայց նույն սահմանադրությունը նաև տալիս է կրոնի ազատության իրավունք, իսկ կրոնն էլ իր հերթին ունի իր կանոնները։ Ու այդ կանոնների համաձայն նույն Արշակը Խաչատրյան չի կարող ունենալ նմանատիպ անձնական կյանք, ու եթե նմանատիպ անձնական կյանք ունենա, դրա մասին պետք է խոսացվի, բայց եկամ ես այս թեմայի մասին չեմ ուզում այդքան շատ խոսենք, որտեղ ինքը շատ տհաճ թեմա է, անկեղծ լինենք։ Տեսեք, քանի որ դուք եպիսկոպոսների վերաբերյալ դրույթները շատ པարզ բացատրեցիք, որ դուք իրենց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը ոտնահարելը համարում եք ոչ այնքան անօրինական, որովհետև նրանք իրավունք չունեին նման բաներով զբաղվել, ոչ այնքան անօրինական, ասում երկակիություն կա այստեղ։ Արդյոք այդ երկակիությունը չեք տեսնում նաև ձեզ միացած եպիսկոպոսների կենսագրության վերաբերյալ, որովհետև ձեզ միացած եպիսկոպոսների մասին էլ հասարակության կամ օդում շրջանառվող տեղեկություններ եւ բամբասանքներ կան։ Տեսնում եմ, ես շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում, շատ բաներ տեսել ենք, շատ բաներ բոլորս ենք տեսել, բայց այստեղ մի հարց կա։ Այդ բոլոր եպիսկոպոսների մասին ոչ մեկ մի թթու խոսք չէր ասում ընդդիմադիր քաղաքական դաշտից, միջև այն պահը, երբ որ իրանք ասացին, որ իրանք պատրաստ են միանալ բարենորոգման օրակարգին։ Դուք եք ասում, չէ՞։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը Կոճոյանի մասին։ Ես անձամբ, որ ման գա կգտնեք միջև բարենորոգման օրակարգին նրանց միանալը, ես անձամբ եմ ասել։ Օրինակներ եմ բերել։ Բայց այստեղ մի բան կա, որ այս կոնկրետ ձեր նշած եպիսկոպոսներին առանձնացնում է մյուսներից։ Մարդիկ գիտակցում են խնդիրը։ Դրանք այն մարդիկ են, հիմա կարակ ասեք սա ձևականություն է, կարակ ասեք նրանք բան անկեղծ չեն, կարակ ասեք, չգիտեմ, իրանք ազնիվ չեն իրանց մղումներում, բայց փաստը նրանք են այն մարդիկ, ովքեր ասում են, այո, Հայաստանի Առաքելական եկեղեցում կա խնդիր, եւ Հայաստանի Առաքելական եկեղեցին ունի բարենորոգման կարիք։ Ու սա նրանց տարբերակում է կոնկրետ այն մյուսներից։ Արդյոք այդ մարդիկ ունեն խնդիր։ Իհարկե ունեն խնդիր։ Այդ խնդիրների մասին մենք ենք խոսել, դուք եք խոսել, մեկն է խոսել, բոլորն են խոսել։ Բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մի շատ կարևոր հիմք ունի ինքն իր գաղափարական հենասյուներից մեկը քաղաքացիական պայմանագիր կուսակցության որպես այդպեսին մշտապես եղել է անհատի ինքնակատարելագործում։ Ինքնահայեցումը, ինքնակատարելագործում։ Ու ես օրինակ չեմ կարող դա չգնահատել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, երբ որ իշխանության է, նա նախ եւ առաջ ստիպված եմ կրկնել օրենքների եւ սահմանադրության պահապանն է։ Իհարկե։ Հիմա օրինակ Նավասարդ arczepiskopos Կոճոյանի մասին ձեր թիմակիցների կողմից կան հայտարարությունների մասին, որ ինքն մաֆիոզ է, զբաղվում է թմրանյութերի ապօրինի թմրանյութերի ժամանակին նման մեղադրանքների։ Ես չասացի դուք, ձեր թիմակիցներից շատերը ժամանակին նման հայտարարություններ արել են։ Սրանք հակաօրինական գործողություններ են քաղաքացու կողմից։ Երբ որ նա գիտակցում է եկեղեցու առողջացման process-ի կարևորությունը, այդ պայից սկսած նա դադարում է լինել այն հանցագործը կամ այն զանցանքների իրականացածը, որի մասին դուք բարձրացել եք։ Չի դադարում, ոչ մեկ էլ չի դադարում։ Հետևաբար պիտի կրի քրեական պիտի եթե քրեական հանցագործություն արել, անկախ նրանից թե ով է, ինչ է, ինչ պաշտոնում է, ինչի է հավատում, պետքա համապատասխան դատական ընթացքով ստանա իր դատավճիռը, հիմա դատանը թող մեղքը հաստատի կամ ժխտի, բայց այստեղ հարցը որն է, ես օրինակ թմրանյութի մասին առաջին անգամ թմրանյութ եւ եպիսկոպոս այդ արտահայտությունը առաջին անգամ իրար կողք լսում, չգիտեմ, առնվազն թմրանյութերի հետ կապված։ Ես նմանատիպ ինֆորմացիա երբեք չեմ։ Բենթլիի մասին բոլորս էլ լսել ենք, խոսել ենք, տեսել ենք արել, ենել ենք արել, բայց այդ նույն Բենթլին, ես եթե չեմ սխալվում, պարոն Քոչարյանը վաճառել ու նվիրատվություն արել։
Իսկ Արշակ Խաչատրյանի Գելենդվագենը ինչ որ մեկը լսելա, որ վաճառվի ու ինչ որ մեկին նվիրատվություն արվի, ինչ որ մի բան։ Ես չեմ լսել։ Հիմա դա էլ է հարց։ Արդյոք սա պետք է, հա, բան է, Հայաստանյան Առաքելական եկեղեցու վերին խավը, այո, Ժնևի ավտոսալոնի է տիրապետել առնվազն։ Այո, եղել է Bentley, ես գիտեմ, որ վաճառել նվիրատվություն արել։ Գիտեմ, որ Արշակ Խաչատրյանը ունի Գելենդվագեն, որը վաճառել ու նվիրատվություն արել ինչ որ մեկին։ Դա եթե վաճառել եւ նվիրատվություն արել, ուրեմն թեմա չկա։ Չէ, թեմա կա, բայց դա էլ է հարց։ Հիմա ցանկացած արդարադատական համակարգ, նույնիսկ եթե սկսենք այդ պրիզմայով նայել, էլի, ինքը ինչ կամ քրիստոնեությունը ինչի մասին է։ Քրիստոնեությունը մեղքերն ընդունելու, մեղքերը ճանաչելու, այդ մեղքերի համար թողություն խնդրելու մասին։ Նաև ի թիվս մնացածի։ Նաև դրա մասին է։ Քրիստոնեությունը բացառում է առհասարակ, որ ինչ որ մեկը կարա անմեղ լինի։ Ես հիմա այստեղ բանա տպավորությունա թե Պարոն Կճարյանի փաստաբանությունը Չէ, մենք Կճարյանի անունը պարզապես որպես օրինակ ենք վերցրել։ Մենք խոսում ենք ձեզ միացած եպիսկոպոսների մասին, կարող ենք վերանալ անձերից։ Ասում եմ, ցանկացած մեկը կարա իր կատարածների համար ինչ որ պահի լրացուցիչ բանի մեջ է, լրացուցիչ թե կրոնական տեսանկյունից, թե քաղաքացիական տեսանկյունից։ Օրինակ ոնց է, երբ որ մարդը օրինակ դատվածություն է ձեռք բերում, դատվում է ինչ որ մի հարցով, բայց հետագայում ինչ որ մի այլ թեմայով գնահատվում է, չէ՞, նա իր կյանքում ինչ արել, օրինակ գնացել է ուսման, ինչ որ հանրօգուտ աշխատանք է կատարել, էս արել են, այդ ամենը դատարանում էլ է, չէ՞, հաշվի առնվում։ Բայց պատասխանատվություն կրելուց հետո, պատժվելուց հետո Ոչ միայն, նույնիսկ բանի ժամանակ, ինչի պատժի ընթացքում էլ է նույնիսկ դա հաշվի առնում, օրինակ վաղ ժամկետ ազատման տեսանկյունից բոլոր դեպքերում պատժի գնում է։ Հա, եթե քրեական հանցագործություն, ես հիմա հանկարծ չթվա թե ասում եմ, որ ինչ որ մեկը ով քրեական հանցագործություն է կատարել, պետքա բան ունի, թող համապատասխան մարմինները հաղորդագրությունը ստանան, թող գնան, ստուգեն իրաց աշխատանքը։ Բայց դեպքում դուք պատրաստ եք իրավապահ համակարգին նամակներ ուղարկել, բայց մեկ այլ մարդկանց վերաբերյալ պատրաստ չեք ուղարկել։ Կոչեկանում որ մենք ուղարկենք։ Այսպես չի ստացվում արդյոք։ Չէ, ստացվում է, որ եթե կոնկրետ մի դեպք կա, որը այնքան հուզական տեսանկյունից, բարոյական տեսանկյունից, այս մի տեսանկյունից այդքան կարա ինձ ինչ-որ մի բանի հասցնի, որ ես այդ նամակ ուղարկեմ, ես այդ կուղարկեմ։ Հիմա ձեր նշածները 1000 տարի է մամուլում ինչ-որ մեծ մասը դրա առնվազն 1000 տարի է մամուլում պատտվող հարցեր, եթե չեմ սխալվում, դրանց մի մասի վրա քրեական գործեր կան էլ, այսինքն այստեղ լրացուցիչ ուղարկելու կարիք չկա։ Օրեր առաջ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավար նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսի, Հակոբ Հակոբյանի հայտարարությունների մեջ եղել է խախտում եւ արձանագրեց այդ խախտումը։ Այո։ Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չմասնակցելով քվեարկությանը վիժեցրեց փաստորեն նրան պատասխանատվության ենթարկելու կամ լիազորությունները դադարեցնելու այս դեպքում լիազորությունները դադարեցնելու գործընթացը։ Ես ուզում եմ հասկանալ, այդ դեպքում ինչու է ձեր իշխանությունը, ձեր կուսակցության ղեկավարությամբ ձեր իշխանությունը ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, եթե նրանց արձանագրությունները պիտի, այսպես ասած, բանի տեղ չդրվեն։ Չէ, բանի տեղ դրվում են միանշանակ։ Այդ քննարկումը այս դրա մասին էր, որ բանի տեղ դրվում են։ Բայց դուք չեք մասնակցել քվեարկությանը։ Բայց իհարկե, էլի, ցանկացած խախտման համար գոյություն ունի պատժի համարժեքություն։ Արդյոք դա համարժեք էր լիազորությունների դադարեցումը մեկ հարցազրույցի ժամանակ հնչեցրած երկու մտքի։ Չգիտեմ, հարցը։ Արդյոք դա համարժեք էր, որ խախտում է արձանագրվել քաղաքական զսպվածության, այո, դա մեր խմբակցությունն առաջին հերթին չէ, լավ։ Չստեմ, երկրորդ հերթին դա մեր երրորդ հերթին, առաջինը դաշնակցություն, հետո ԿԿՀ, հետո քաղաքացիական պայմանագիրը, օքեյ։ Ընդունում ենք, բայց արդյոք դա համարժեք։ Իսկ ի՞նչն է համարժեք։ Ես կարծում եմ այդ քննարկումը արդեն իսկ համարժեք էր, որի ընթացքում մեր խմբակցության կողմից եւս արձանագրվեց, որ այո զսպվածության խախտում է տեղի ունեցել։ Այսինքն անկախ մարմնի ներկայացուցչի կողմից քաղաքական հայտարարություն անելու համար նրանց ենթարկվելիք պատասխանատվությունը ազգային ժողովում քննարկման մակարդակով է։ Այսինքն մենք նախադեպ ենք սահմանում, որ բոլոր հանրահավաքությունները չենք սահմանում, որովհետև նախ պետք է այդ քաղաքական կոչված հայտարարության քաղաքականացվածության չափն էլ հասկանալ։ Մենք չենք կարող հասկանալ, դրա իր տեսեք, բառը։ Տեսեք, մի բան է, երբ որ ես գամ, օրինակ անկախ մարմնի անդամը գա քաղաքացիական պայմանագրի կամ դաշնակցության դրոշը վերցնի ընտրությունների ժամանակ, ծածանի ու ասի ընտրեք համար, չգիտեմ, 7, համար 8։ Դա մի բան է, դա լրիվ ուրիշ բան է։
ու մի բանա, երբ որ մարդը իրեն կալմամբ առնվազն ես այդպես հասկացա քննարկումից, ինքը գաղափարական վերլուծության է ենթարկել դաշնակցության գաղափարախոսությունը ու եկել է մտահանգումների։ Պարոն Ալեքսյան, Հակոբ Մովսեսն իմ կողմից շատ հարգարժան մարդ է եւ գուցե ես նույնպես ենթադրենք կարող եմ ունենալ այդպիսի կարծիք, բայց ես չեմ կարող արտահայտել իմ կարծիքը եւ կարծում եմ դուք նույնպես այդ հարցում կաշկանդված եք այն իմաստով, որ որոշում կայացնողը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է եւ նա արդեն որոշել է, որ Հակոբ Մովսեսը խախտել է։ Բայց մենք ընդունում ենք, որ խախտել է, բայց կոռուպցիայի կանխարգելումը չի որոշողը, թե դրա համար ինչ պատիժ է հասնում։ Շատ լավ, Հակոբ Մովսեսի օրինակով մնացած բոլոր անդամները կարող են իմանալ, որ նման խախտումների դեպքում իրենց պատիժը լինելու է ազգային ժողովում քննարկման մակարդակով։ Ես կարծում եմ, որ մնացած բոլոր անդամները կարող են հասկանալ, որ առնվազն ազգային ժողովում նման հարց քննվելու է։ Ու սա եւս շատ կարևոր նախադեպ է, որ նմանատիպ հնարավորություն կա, որ կարող է նման քննարկում լինի, որ կարող է նման քվեարկություն լինի, ու որ այդ քննարկումից է կախված նաեւ ընդհանուր քվեարկությունը։ Այսինքն սա ինքնին պետք է հասկանալ, ու սա եւս պետք է որպես նախադեպ դիտարկեն։ Այն որ քաղաքացիական պայմանագիրը այս քննարկման արդյունքներով այսպես քննարկեց, այսպես քվեարկեց կամ չքվեարկեց առհասարակ, դա չի նշանակում, որ բոլոր դեպքերում քաղաքացիական պայմանագիրը քննարկման արդյունքներով չի քվեարկելու, կամ այսպես է քվեարկելու, կամ այնպես է քվեարկելու։ Քննարկումից է կախված ամեն ինչ։ Նյութից է կախված։ Ինձ մոտ հարց է առաջանում, որպես քաղաքացի բարձրապես ազգային ժողովում խմբակցությունը ինչպես է որոշում օրինակ չմասնակցել քվեարկությանը, մասնակցել դեմ քվեարկելու փոխարեն։ Նիստով խմբակցության։ Նկատի ունեմ որն է տարբերությունը։ Ինչու չեք մասնակցում եւ դեմ քվեարկում, այլ ուղղակի որոշում եք չմասնակցել։ Դե դրանք տարբեր քաղաքական բաներ են իրենցից ենթադրում։ Դեմ քվեարկելը իրականում այլ քաղաքական մեսիջ է։ Դեմ քվեարկելը նշանակում է օրակարգն ընդունում եք, բայց դեմ եք։ Չէ, դեմ քվեարկելը այս պարագայում օրինակ կնշանակեր, որ առհասարակ գտնում ենք, որ որևէ խնդիր չկա։ Բայց մենք ասացինք, որ մենք արձանագրել ենք, որ խնդիր կա։ Մենք դա բարձր արձանագրել ենք, որ այո, կա խնդիր ու իմ կողմից շատ հարգված ու շատ սիրված բան Հակոբ Մովսեսը այո թույլ է տրվել քաղաքական զսպվածության խախտում։ Իհարկե ես անձամբ ես սրա մասին նիստում եմ ասել, իմ կարծիքով այդ քաղաքական զսպվածության խախտումը թույլ է տվել հօգուտ դաշնակցության եւ ոչ թե ընդդեմ դաշնակցության, բայց մեր գործընկեր դաշնակցությունը դա այդքան է։ Չգնահատեց այդ ծառայությունները։ Դե անկեղծ լինենք, էլի խորհուրդ է տալիս, ասում է դաշնակցության գաղափարախոսությունը առնվազն հնացել է եւ նորմալ ռեալ պոլիտիկի տեսանկյունից շատ նորմալ քաղաքական խորհուրդներ է տալիս դաշնակցության։ Անձամբ իմ համար դա այդքան էլ տենց հաճելի չի, որ իմ քաղաքական մրցակցին տենց լավ պիտանի խորհուրդներ են տալի, պետք է այդ խորհուրդները չտալ, թողնել, որ իրանք մնան իրանց նույն կոտրած դաշտակի առաջ։ Ես պնդում եմ, որ այդ խորհուրդները նրանց օգնող խորհուրդներ են, ուրիշ բան, որ նրանք դա չեն կարողանում քաղել, հակառակը մի հատ էլ այդ մարդուն փորձում են պատժի ենթարկել այդ լավ ու բարի խորհուրդների համար, բայց սա հարցի երկրորդ կողմն է, նույնիսկ իմ ասած բառակայում էլի քաղաքական զսպվածության խախտում է։ Ինչպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, նույն կերպ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության տարիներին է ստեղծվել երկու պատերազմների քննիչ հանձնաժողովներ 4-օրյա եւ 44-օրյա։ Եվ երկու դեպքում էլ հազարավոր զոհերի, վիրավորների, գերեվարվածների հարազատներ տևական ժամանակ տարիներ շարունակ սպասել են այդ հանձնաժողովների արդյունքներին եւ զեկույցներին։ Եվ դուք էլ նաեւ ձեր թիմակիցները տարիներ շարունակ այդ սպասումը ավելի արդարացրել են, ասելով որ այո, շուտով կհրապարակվի այդ զեկույցները եւ այլն։ Երկու դեպքում էլ այդ զեկույցները չեն հրապարակվել։ Ինչու՞։ Քարորիայի ժամանակ որպես այդպեսին առհասարակ խնդիր կար, որ դա պետք է հնարավորինս փակ մնար Քարորիայի ժամանակ, Քարորիայի քննիչի ժամանակ, քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ, բայց այդ 44 օրյայի քննիչ հանձնաժողովի հետ կապված կարող եմ ասել, որ իրականում նույնիսկ չհրապարակված այս զեկույցներով արդեն իսկ այդ հանձնաժողովի աշխատանքի մի շատ հսկայական հատված տեսանելի է, առնվազն համացանցում հասանելի է ու բոլորը տեսել են վարչապետի հարց ու պատասխանը քննիչ հանձնաժողովում, եթե չեմ սխալվում Դավիթ Տոնոյանի հարց ու պատասխանը, եթե չեմ սխալվում, էլի ինչ որ մեկի հարց ու պատասխանը եղել է հրապարակային։ Դրանք շատ կարևոր ու առանցքային կտոր, վարչապետին ամենաառանցքային կտորն է իհարկե միանշանակ, այնտեղ կար էլի հարցաքննություն օրինակ, որը ես շատ կուզենայի, որ հրապարակային լիներ, Օնիկ Գասպարյանին, շատ կուզենայի, անկեղծ չեք պատկերացնի։
շատ կուզենայի, բայց ցավոք սրտի այնտեղ պետական գաղտնիքի մասը շատ ավելի շատ էր ու հետեւաբար դա դժվար է պատկերացնել։ Բայց բուն զեկույցի մասով ես հիմա օրինակ նաև մեր գործընկերների պարոն Անդրանիկ Քոչարյանի ազգային ժողովի նախագահի մյուսների հետ փորձում եմ այդ ձևը ֆորմատը հասկանալ, թե ոնց է հնարավոր, որպեսզի պարոն Քոչարյանը որպես քննիչ հանձնաժողովի նախագահ առնվազն բաց մասով թեկուզ հանրային լսումների ձևաչափով այդ զեկույցի օրենքով չարգելված հատվածը ներկայացնի հանրությանը, որտեղ այն ինչ պետական գաղտնիք է ուզենքել չենք կարող։ Այսինքն հանրությունը եւ այդ հարազատները, զոհերի եւ վիրավորների հարազատներն այնուամենայնիվ դեռ հույս ունենան, որ այդ զեկույցից որոշ պիտանի հատվածներ կներկայացվի իրենց։ Եթե ակնկալիքն է, որ պետք է ինչ-որ կոնկրետ դրվագային լինի, որ այսինչ մարտում եղել է, այսինչ բանը, դա քրեական գործերի դաշտում է, էլի, որոնք հիմա արդեն իսկ կան, կամ կարող է լինեն դեպքեր, որ չկան, նման դետալային ու միկրոմակարդակում չի հանձնաժողովի զեկույցը, հանձնաժողովի զեկույցը ավելի շատ ավելի ընդգրկուն է ու ավելի ընդհանուր պատկերի մասին է, որպես այդպեսին բանակցային process-ի հետ կապված ընդհանուր ամեն ինչ է։ Եվ այնուամենայնիվ հիշեցնելով հարցից վերջին կարևոր մասը, ինչու չեն հրապարակվում այդ զեկույցները։ Դե այս երկրորդը իրականում խնդիր է առաջացավ նաև օրենքի հետ, որպես այդպեսին, որովհետև ժամկետները մեր օրենսդրությամբ քննիչ հանձնաժողովի ժամկետները մի քիչ բան են, շատ սահմանափակ են։ Ինչու լրանալ է այդ ժամկետների, քննիչ հանձնաժողովի անդամները չգիտեին դրանց կամ ազգային ժողովի իրավաբանները։ Գիտենք, բայց այստեղ ուղղակի բաներ հասկանում եք, միշտ չի որ այս մարդուն հնարավոր է այսինչ ժամկետում հարցաքննության կանչել, միշտ չի որ հնարավոր է այսինչ տեղեկատվություն այսքան ընթացքում ստանալ։ Երբ որ խոսքը գնում է այսպիսի դեպքի մասին, էլի։ Օրինակ, ու սա ամբողջ պատերազմի հասկանում եք ու նաև սրան նախորդած բանակցային գործընթացի ու մնացածի մասին ամբողջ այդ նախապատմությունն է ու պատերազմի ընթացքն է ու մնացածն է, այդ ամեն ինչը իր մեջ ներառում։ Բայց օրինակ ուզում ձեզ ասել, որ սրանից մի 3 տարի առաջ էր օրինակ Հայաստան դաշինքը ստեղծեց ինչ-որ քննիչ հանձնաժողով, որպեսզի պարզի թե ինչի վրա են ծախսվել համահայկական հիմնադրամի փողերը։ Հիշում եք, որ մի պասենց բան էին անում։ Ուր են համահայկական հիմնադրամի փողերը, ասիկ սարքեք քննիչ հանձնաժողով, գնացեք տեսեք ուր են այդ փողերը։ Քննիչ հանձնաժողովը սարքեցին ու ձեն չկա։ Հայ ժողովրդի կողմից լեգիտիմություն ստացած, լեգիտիմության իշխանության եկած թիմը քաղաքացիական պայմանագիրն է, իսկ քաղաքացիական պայմանագրից պահանջների ավելի առատ լինելը տրամաբանական է։ Չէ, ես ընդունում եմ, ես ասում եմ ուղղակի նկատի ունեմ, որ նման ընդգրկում բանը անհնար էր օրենքով սահմանված ժամկետների մեջ հասցնելը, հետագայում որ չեղավ զեկույցը դա ընդունում եմ, որ կարա որոշակի խնդիր լինի, բայց այդ խնդիրը եւս ես համարում եմ լուծելի հանրային լսումների ձևաչափով, այսինքն ինչ տարբերություն ազգային ժողովի լիագումար նիստում կընթերցվի հանրության համար դրա բաց մասը, թե հանրային լսումների ժամանակ, որը էլի լավ է իմ կարծիքով, որին մասնակցելու հնարավորություն կունենան նաեւ շատ այլ քաղաքացիներ։ Իհարկե փակ մասը չի լինի այդպես։ Փակ մասը ցանկացած պարագայում չի հրապարակվելու, օրինակ պետական գաղտնիք պարունակող բաներ ցանկացած պարագայում չեն հրապարակվելու։ Ուզենք թե չուզենք։ Օնիկ Գասպարյանի հարցաքննության մասին խոսեցիք, մեր նախորդ հյուրերից մեկը Էդմոն Մարուկյանն էր, որը պատմելով պատերազմի նախորդող ժամանակաշրջանի մասին, պատմեց, որ միջև պատերազմը, նույնիսկ տարվա սկզբին ֆրակցիա է հրավիրել Օնիկ Գասպարյանին, գլխավոր շտաբի պետին, պաշտպանության նախարարին, ազգային անվտանգության ծառայության ղեկավարին եւ անվտանգության խորհրդի քարտուղարին եւ ասել է, որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լարվածության վտանգ։ Եվ պատմեց, որ նրանք բառացիորեն իրեն ասել են, որ նման պարագայում թշնամուն մոխրի կվերածենք։ Զարմացած չեմ։ Օնիկ Գասպարյանի հարցաքննության մեջ նա պատմել է այդ դրվագի մասին։ Չէ, կոնկրետ այդ դրվագի մասին չենք խոսել, չեմ հիշում լուսավոր Հայաստան գնալու կապ, չեմ, նմանատիպ դրվագ ես չեմ հիշում, գուցե եղած լինի, բայց շատ հպանցիկ։ Այդ դրվագի մասին չեմ հիշում, բայց զարմացած չեմ, դա առհասարակ բան է եղել։ Սա մասին վարչապետն էլ էլի հայտարարել, որ զեկույցները եղել են նման ոգով առնվազն պատերազմից առաջ։ Ձեր գրառումները նույնպես նման ոգով են եղել, ես չեմ եղել, բարձրապես ուզում եմ արձանագրել, որ այդպեսի։ Չէ, բայց ես դա ընդունում եմ, այդտեղ ինչ որ բան չկա։ Հա, այդպես է։ Բոլորինս է այդպես է, մարդ կա, որ այդպես չի եղել։ Հայաստանի Հանրապետությունում այդպես մարդ կա։ Պատերազմի եւ դրա հետևանքների նաեւ պարտության մեջ ձեր որոշ թիմակիցներ տեսնում են նաեւ Ռուսաստանի մեղավորությունը։ Դուք նույնպես։ Որ առումով։ Ձեր թիմակիցներն են հայտարարում, որ Ռուսաստանը չկատարեց իր դաշնակցային պարտավորությունները եւ այլն, եւ
44 օրյա պատերազմի ժամանակ։ Նաև հաջորդող իրադարձությունների եւ Հաջորդող իրադարձությունների ժամանակ առնվազն ՀԱՊԿ չի կատարել իր պարտականությունները պայմանագրային մեղավորությունը դրանում։ ՀԱՊԿ-ի բոլոր անդամների մեղավորությունն է։ Շատ լավ, ինչի եմ ՀԱՊԿ-ի որպես կառույց մեղավորությունն ենք տեսնում դրանով։ Շատ լավ։ Ինչի հերվից է գա, որովհետև ձեր տարբեր թիմակիցներ բարբերաբար կարելի ասել հակառուսական տրամադրություններ են հասարակության մեջ տարածում տարբեր տեքստերով, օրինակ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է իրականացնում Ադրբեջանի հետ, հիբրիդային պատերազմ է իրականացնում Հայաստանի դեմ, մեկ այլ դրվագով հայտարարում են, որ մենք հայտարարություն դա նաև պաշտոնական է, որ մենք ապասառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ մեր անդամությունը, բայց օրինակ օրեր առաջ հետքը հրապարակել է մանրամասնազեկույց այն մասին, որ տարածաշրջանում Հայաստանում վերջին տարիներին գրեթե կրկնապատկվել է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը, ռուսական սահմանապահ զորքերը շարունակում են տեղակայված լինել հայ-թուրքական սահմանին, ռուսական ռազմաբազան շարունակում է իր գործունեությունը Գյումրիում, Ռուսաստանը շրջանցում է միջազգային սանկցիաները Հայաստանի միջոցով, նկատի ունեմ ոսկու հետ կապված հրապարակված նախկին տվյալները եւ նաեւ օրինակ կարծում եմ ինձ լավ գիտեք, որ նախորդ տարիներին Mobile Center ընկերությունը դարձել է խոշոր հարկատու շնորհիվ Ռուսաստան կատարած արտահանումների։ Նախ շատ լավ է, որ այդ ընկերությունը դարձել է խոշոր հարկատու։ Ես ոչ մի վատ բան, ես շատ ուրախ եմ, որ խոշոր հարկատուները ավելանում են։ Բայց արդյունքում ստացվում է, որ մենք դուք հայտարարում եք, որ մենք փորձում ենք մոտենալ Եվրոպական միության եւ հեռանալ Ռուսաստանի ազդեցությունից, միջդեռ տնտեսության վրա Ռուսաստանի ազդեցությունը կրկնապատկվում է։ Արդյոք սա չի նշանակում, որ հայտարարությունների եւ գործողությունների միջև տարբերություն կա։ Չէ, չի նշանակում։ Մի պարզ պատճառով, որտեղ իրականում բիզնեսը ազատ շուկայական հարաբերություններում, որպեսզի Հայաստանում են։ Բիզնեսը միշտ գնալու է այնտեղ, միշտ աշխատելու է ըստ իրավիճակի, որ իրավիճակում իրան ինչն ավելի ձեռնտու է։ Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հայկական բիզնեսի համար շատ կոնկրետ հնարավորություններ է բացելու, հայկական բիզնեսն լինելով շատ հնարամիտ ու շատ բանիմաց, կարողանում է այդ հնարավորությունները լավագույնս օգտագործել, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Չափազանց ուրախ եմ, կարելի է ասել։ Բայց սրան զուգահեռ մենք ինչ ենք անում։ Մենք մեր արտադրանքի ստանդարտացումն ենք փորձում ունենալ որպես այդպեսին, որտեղ այդ վերարտահանումը բանը այդ շատ լավ է, այդ շատ ընտիր է, օքեյ, բայց դա ինքը իրավիճակով պայմանավորված հանգամանք այդ բոլոր ընկերություններն էլ իսկ վերարտահանմամբ զբաղվող ինչ-որ ընկերություններ եթե կան այդպիսիք, բնականաբար հասկանում եմ, որ ինչ-որ մի պահի իրավիճակը գուցե այնպես լինի, որ կոնկրետ այս ապրանքի վերարտահանումը էլ այդքան ձեռնտու չլինի, բայց կոնկրետ արտադրության մասով մենք ուզում ենք արտադրության ստանդարտացում մտցնենք, որպեսզի մեր արտադրանքը, երբ որ մենք արտադրում ենք կոնյակ, դա լինի կոնյակ։ Իմ վերած օրինակը բիզնեսի եւ արտադրանքի մասին չէր, դուք վերցրեցիք արտադրանքի բիզնեսի կտորը, բայց ես բերեցի նաեւ օրինակներ, որոնք բիզնեսի հետ կապ չունեն, ռազմաբազան եւ սահմանապահ զորքերը։ Սահմանապահը դա հետքի վերլուծությունից է մեջ։ Չէ, ես ասեցի եւ հետքի վերլուծության մեջ կա արտադրություն։ Բայց պետք է հաշվի առնենք օրինակ նաեւ որ Մեղրի մաքսակետում որպես այդպեսին, այլևս ՌԴ ԱԴՑ-ի, այլ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն է, որ նույն Հայաստան-Իրան սահմանն եթե նախկինում հիմնականում ռուսական ուժեր էին, հիմա նաև հայկական են, որ նույն Թուրքիայի սահմանին արդեն նաև հայկական ուժեր են կանգնած այնտեղ։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունը ձգտում է նրան, որ ժամանակի ընթացքում հասնի նրան, որ իր սահմանների ամբողջական պահպանությունը իրականացնի ինքը։ Ու այս ուղղությամբ քայլերը առավել քան տեսանելի են, նույն Զվարթնոցը, որպես օրինակ Մեղրին ասեցի, Թուրքիայի հետ սահմանը, այս ուղղությամբ Հայաստանը տանում աշխատանքներ ու դրանք առավել քան տեսանելի են ինձ թվում էլ։ Այդ ինքնուրույնության ձգտումը ու ինքնուրույն սեփական սահմանների պահպանումը ոնց ցանկացած երկրի համար ինքնանպատակ է ուղղակի։ Ինքնանպատակ։ Ու մենք այդ ինքնանպատակը եւս ունենք ու մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Հիմա բազայի մասին էլի են մնացածի մասին էլ գիտեք որն է հարցը շատերին թվում է որ երբ որ մենք ասում ենք որ մենք սերտացնում ենք մեր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Եվրոպական միության հետ դա նշանակում է պետք է թուրն առնենք ընկնենք ռուսական ներկայության ձեռը բայց դա այդպես չի որովհետև երբ որ մենք ասում ենք զրո թշնամանք
տարածաշրջանում մենք ուզում ենք այնց անենք, որ ճշտամանքի էջը փակենք տարածաշրջանում, որ Հայաստանը թևակողի խաղաղության դարաշրջան, դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է թևակողի խաղաղության դարաշրջան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ ընկնի ճշտամակի դարաշրջանի մեջ Ռուսաստանի հետ։ Ոչ, դա աբսուրդ կլինի։ Հակառակը մենք ասել ենք, որ մենք վարում ենք բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, ինչը իսկ առնվազն տեսանելի է։ Ու այն օրինակները, որ դուք եք բերում ապրանքաշրջանառության եւ մնացածի մասին, դա եւս դրա վկայությունն է։ Խաղաղության մասին մի հարց ունեմ։ Խաղաղությունը երկուստեք գործընթաց է եւ երկու կողմերի համաձայնության դեպքում է տեղի ունենում։ Հայաստանի խաղաղությանը միտված գործողությունները, որոնց մեջ մտնում է նաեւ անկլավների, Ադրբեջանի վերադարձը, Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելը եւ այլն։ Անկլավների մասին ես այդքան միանշանակ չեմ ասի, որտեղ այդ անկլավների հարցը դեռ պետքա պարզվի։ Օրակարգը բաց է եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է։ Իհարկե։ Հա, Հետևաբար քննարկվում է անկլավների Ադրբեջանի վերադարձի օրակարգը։ քննարկվում է փոխադարձաբար անկլավների հետ, ինչ է, արդյոք կան անկլավներ, թե չկան անկլավներ, սա մեկ, որ անկլավը, հայտարարված անկլավը այս կամ այն կողմից ունի փաստաթղթային հիմնավորում եւ հետո էլ արդեն նոր այդ անկլավների ճակատագիրը ինչ արվում երկուստեք։ Այս պահին կա որևէ անկլավ, որ ձեր ասած ունի փաստաթղթային հիմնավորում։ Այս պահին առնվազն ինձ նման դեպք հայտնի չի, բայց ես այդ հանձնաժողովի անդամ էլ չեմ, որպես այդպեսին, այս հարցերը ճիշտ կլինի պարոն Գրիգորյանին ուղղել։ Շատ լավ։ Բայց հարցս հետևյալն է, այս գործընթացին զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս եւս հայտարարել է, որ Հայաստանի հետ չի լինի խաղաղություն, խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր սահմանադրությունը եւ չի հանել անկախության հռչակագրի հղումը։ Սրբույր Գալյանն էլ հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը մարտին պատրաստ կլինի։ Դուք ծանոթ եք նոր սահմանադրության տեքստի նախնական վիճակին, այնտեղ արդյոք այնտեղից հեռացված է անկախության հռչակագրի մասին։ Որտեղ դրա վրա աշխատում է հանձնաժողովը, բարեփոխումների, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ու այդ հանձնաժողովն է տեղեկացված, ես առիթ չեմ ունեցել ծանոթանալու, քանի որ այդ հանձնաժողովի անդամ չեմ, բայց բարեփոխումների խորհուրդը սահմանադրական նկատի ունեիք։ Այո։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Լեոնիսյանը ասաց, որ տևական ժամանակ իրենք գործընթացներ չեն արել եւ ծանոթ չեն, իրենք նույնպես ծանոթ չեն վերջնական տեքստին։ Դե եթե իրենք ծանոթ չեն, ես ինչպես ծանոթ լինեմ, բայց ես գիտեմ, որ աշխատում է Արդարադատության նախարար, ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի պատգամավորները, խումբը գուցե, չգիտեմ, ինչ ձևաչափով են աշխատում անցանշում, բայց գիտեմ, որ աշխատանքը տարվում է ու տեսա, որ տիկին նախարարն էլ հայտարարել էր, որ առաջիկայում կներկայացնի։ Շատ լավ։ Հիմա ուզում եմ հասկանալ, դուք բացառում եք Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունում որևէ փոփոխություն անելու հեռանկարը, թե այնուամենայնիվ ոչ։ Հանուն խաղաղության պայմանագրի կարելի է նաև Ես բացառում եմ ցանկացած մեկի պահանջով Հայաստանից դուրս Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություն կատարելը։ Բայց ես հասկանում եմ, որ բան է արվելու ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության ներսում օգտագործվելու է որպես trigger այդ պարոն Ալիևի այդ արտահայտությունը ու կամ այն մյուսի արտահայտությունը, այն երրորդի, չորրորդի, հինգերորդի արտահայտությունները դրսից մշտապես։ Բայց ես դրա համար մեր քաղաքացիներին օրինակ միշտ խնդրում ասում եմ մի նայեք այդ տեսանկյունից հարցին երբեք, որտեվ դա բան է հասարակությունը մանիպուլացնելու լավագույն ձևն է, այսինքն եթե տենց լինի վաղը ենթադրենք ինչ որ մի երկիր ուզենա, որ դու ինչ որ մի բան չանես, ինքը կարա քեզ ասի արա դա։ Ու դա կլինի իր ամենաուժեղ գործիքը, որ դու դա չանես։ Ես հո բան չեմ ուրիշը ասած ո բանը։ Նկատի չունեմ, որ սա այդ դեպքն է կամ սա այդ դեպքը չի, ես նկատում եմ, որ չի կարելի թողնել, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներում մասնակցություն ունենան օտարերկրյա դերակատարներ այդ ձևաչափով առնվազն։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք մեր զրույցը։ Եթե այո, ապա խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, լայքել եւ թողնել ձեր մեկնաբանությունները։ Դա կօգնի, որ հոլովակը տարածվի եւ հասանելի լինի ավելի շատ մարդկանց համար։ Այս զրույցների շարքը շարունակելու համար մենք ունենք ձեր աջակցության կարիքը։ Նկարագրություններ բաժնում կարող եք գտնել Patreon-ի հղումը ամսական բաժանորդագրությունների համար, ինչպես նաեւ donation alerts եւ boost-ի հարթակների հղումները մեկանգամյա փոխանցումների համար։ Եթե այս հոլովակը դիտում եք համակարգչով, ապա հեռախոսով կարող եք սկանավորել հոլովակի վերջում հայտնվող QR կոդերը այդ հարթակներում հայտնվելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։